Հայկական ազգային խոհանոցից այսօր միասին պատրաստում ենք շատ համեղ անզուգական սուտլիկ տոլմա։ Այս տոլման անվանում են նաև սուտ կամ կեղծ տոլմա, քանի որ բաղադրատոմսի մեջ միշտ չենք օգտագործում։ Եթե պահք եք պահում, խորհուրդ կտամ միանգամից պատրաստել կրկնակի չափաբաժնով, քանի որ այնքան համեղ է, որ տան անդամները կողքով անտարբեր չեն անցնում։ Բուսական պահքի այս տոլման փաթաթվում է կաղամբով, բլղուրով, բրնձով և կարտոֆիլով, համերի ընտիր համադրություն։ Դե ինչ, սկսենք պատրաստել։ Մեզ անհրաժեշտ է մանր տեսակի բլղուր, կլոր բրինձ, տոմատի մածուկ, աջիկա, համեմունքներ, բուսայուղ, 4 կանաչիներ։ Միջուկի համար մեզ անհրաժեշտ է 3 միջին չափի կարտոֆիլ, 1 կապ խառը կանաչի, 4-ից 5 գլուխ սոխ և կաղամբ փաթաթելու համար։ Կարող եք փաթաթել ինչպես թարմ, այնպես էլ թթու դրած կաղամբով, կամ խաղողի տերևներով, տարբերակները շատ են։ Հեռացնում ենք կաղամբի կոթունը և կոթունը դեպի ներքև իջեցնում ենք եռման ջրի մեջ։ Քիչ-քիչ հանում ենք տերևները և որպեսզի եռման պրոցեսը կանգնի, խաշած տերևների վրա լցնում ենք սառը ջուր։ Այսպես եփելու ընթացքում տոլման երբեք չի քրքրվում և ունենում է իդեալական տեսք։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Արդեն անգամ չեմ հիշում, թե տոլմայի որերորդ բաղադրատոմսն եմ ձեզ համար նկարում։ Եկեք համաձայնենք, որ հայկական խոհանոցը շատ հարուստ և բազմազան է, սա անվիճելի փաստ է։ Մանր կտրատում ենք 5-6 գլուխ սոխ, որքան սոխը առատ է լինում, այնքան պասուս տոլման ավելի համեղ է ստացվում։ Մանր կտրատում ենք 1 կապ խառը կանաչի, այստեղ կա համեմ, սամիտ, ազատքեղ և ռեհան։ Կանաչիների ընդգծված համ ստանալու համար կօգտագործենք նաև 4 կանաչիներ, ցիտրոն և ռեհան։ Քերիչի խոշոր անցքերով անց ենք կացնում 3 միջին չափի կարտոֆիլ։ Կարտոֆիլի օսլայի շնորհիվ տոլման կպչուն կստացվի և միջուկը չի առանձնանա։ Լվանում ենք բլղուրը և կլոր բրինձը, որոնք նույնպես բավականին օսլա են պարունակում։ Առատ բուսայուղով պատրաստում ենք սոխեռ։ Սոխը տապակում ենք այնքան, մինչև թափանցիկ դառնա և անմիջապես տաք ձեթի մեջ ավելացնում ենք 4 կանաչիները, ցիտրոն և ռեհան։ Քանի որ տոլմա պատրաստում ենք հատիկեղենով, մեր պատրաստած տոլմայի համը բացառապես կախված է սոխեռից, պետք է այն լինի լավ համեմված։ Երբ 4 կանաչիները ավելացնում ենք տաք ձեթի մեջ, դրանց բույրը ավելի լավ է բացվում։ Այստեղ կավելացնենք 2 ճաշի գդալ տոմատի մածուկ և նույնչափ աջիկա։ Այս ամենը մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն։ Այնուհետև զանգվածից վերցնում ենք 3-4 ճաշի գդալ, այն կավելացնենք արդեն իսկ փաթաթված տոլմայի վրա։ Այդպես տոլման ունենում է գեղեցիկ գույն, լավ համեմված է լինում և ներսից և դրսից, տեսքը լինում է ախորժելի։ Ավելացնում ենք բրինձը, բլղուրը և քերած կարտոֆիլը, համեմում ենք աղով, կարմիր քաղցր և սև պղպեղներով։ Մի լավ խառնում ենք, շոգեխաշում ենք ևս 3-ից 4 րոպե, վերջում ավելացնում ենք թարմ կանաչին և անջատում ենք կրակը, միջուկը պատրաստ է։ Սիրելիներս, այս բաղադրատոմսով պահքի տոլմա պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել, շատ հետաքրքիր է։ Շատ բուրավետ, լավ համեմված միջուկ է ստացվել։ Ի դեպ այս տարբերակով կարող եք պատրաստել բրնձով և բլղուրով փլավ։ Հեռացնում ենք կաղամբի կոշտ հատվածները, յուրաքանչյուր տերևի վրա դնում ենք 2 ճաշի գդալ միջուկ և գեղեցիկ համաչափ փաթաթում ենք։ Ինչպես տեսնում եք, իրենից դժվարություն չներկայացնող, հեշտ և պարզ տոլմայի բաղադրատոմս է։ Պատրաստման համար ձեզանից կպահանջվի մոտ 30 րոպե, տոլմայի եփելու ժամանակահատվածը հանած։ Նկարագրությունների բաժնում կթողնեմ պասուծ և մսով տոլմայի մի շարք համեղ բաղադրատոմսերի հղումներ, կարող եք դիտել և ընտրել ձեզ համար ավելի հարմար տարբերակը։ Ամբողջը փաթաթելուց հետո գեղեցիկ դասավորում ենք խոր տապակի կամ կաթսայի մեջ։ Չենք մոռանում կաթսայի մեջ մի քանի հատ կաղամբի տերև դնել, որպեսզի տակը չկպչի։ Ավելացնում ենք սոխեռի մնացած մասը, ափսեի ենք շրջում և ավելացնում ենք սառը ջուր, մինչև ափսեն ամբողջությամբ ծածկի։ Եփում ենք 35-ից 40 րոպե, մինչև պատրաստ լինելը։
Եփելու ընթացքում համ տեսում ենք ջուրը, անհրաժեշտության դեպքում համեմում ենք աղով։ Կարող եք օգտագործել նաև 1-2 հատ դափնու տերև, ըստ ցանկության։ 40 րոպե անց ստանում ենք լավ համեմված, ախորժելի տեսք ունեցող հայկական անմահական պասուց տոլմա, որից հրաժարվելը անհնար է, չափազանց համեղ է ստացվել։ Անպայման պատրաստեք բարեկամներ, ուտողը կասի, թե ինչ համի է, չուտողն ինչ իմանա։ Այսօր էլ սուտ կամ կեղծ տոլմայի նման հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։